լեզվակռիվեր իրավիճակը թեժ էր, բայց մինչ այդ հենց այս պահին Բագրատ Սրբազանին ձերբակալել են քննչական կոմիտեում են մի խումբ անձանց ձերբակալել են Արցախի պատգամավոր, Զոհվածի հայր, տարբեր ակտիվիստ մարդկանց, տերորը բառի բուն իմաստով, այս ամենը ձեզ ինչով է պայմանավորված, ինչ նպատակ ունի, սա վախի դրսևորում է իշխանության կողմից, թե վախեցնելու միջոց է, եւ արդյոք սա կապված Թուրքիայից իր վերադարձը եւս ռեպրեսիաներին անցնել է։ Բարև ձեզ, մի քանի օր առաջ ժամանակավոր այս վարչապետը, ժամանակավոր իշխանության ղեկավարը հերթական հրահանգներն ստացել Թուրքիայից, Թուրքիայում Ադրբեջան-Թուրքիա այդ երկօրյակ եղբայրները կանչել են իրենց մոտ փոքրիկ եղբորը եւ հրահանգներ են տվել, որ պետք է Հայաստանի Հանրապետությունում հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնող ցանկացած մարդ, հայրենասեր մարդ, հայրենիքի համար ցավ ապրող մարդ եւ ի վերջո հայրենիքը սիրող, գնահատող, պայքարող յուրաքանչյուր անձի լցրեք բանտերը, այնպես արեք, որ պայքարող չմնա, որ հանգիստ, կիրթ ու կառուցողական իրենց եղբայրը նվեր ստանա Հայաստանի Հանրապետությունը, ոնց որ նվեր ստացավ Արցախը։ Հիմա առավոտյան դեռ երեկվանից էր սկսել իրենց մոտ ջղաձգումները Երևանի քաղաքապետարանից, իրենց մոտ այդ փոքրիկ ԿՊՇ-տիկները, այնտեղ արդեն ջղաձգումներն էր իրենց մոտ երեկոյան նիստ արեցին ԿՊ-ի, Տիգրան Ավինյանին հրավիրեցին, դե հիմա Տիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանը բարիշել են այդ թալանն ու կոռուպցիան ու ամեն ինչի, ասել են լավ իրար հանդեպ եկեք հանգիստ լինենք, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին զարթնում է, հասկանում է, որ արդեն Հայաստանի Հանրապետությունն են կորցնում, հիմա իրանք իրենց բարիշել են իրար հետ, նորմալ է, այս ամեն ինչի իրանք իրար հետ կկիսեն, այս Ալան-Թալանը, երեք նիստ են արել, նիստից հետո սկսել է այս իրանց մոտ այս վախը դրսևորվել, կալանավորվում, այս մարդիկ մենակ այդ կարող են անել, շատ կարող են ընդդիմադիրների, հայացքների, պետության հանդեպ ցավ ապրող մարդկանց, իրենց ընդդիմացողների մեքենաները այրել, մեկ էլ տանեն նստացնեն մարդկանց ապօրինի, անօրինական, ինչ որ տրագիկոմեդիկ սերիալներ նկարելով, տարբեր պատվալներում իրենց սիրած ու հետո ձայնագրեն, թե ինչ սրբազան պայքարի աջակիցները հեղաշրջման փորձ, տենց ինչ որ բան է, ինչ է տարած է։ Էտա կոմեդիա, իրանք կոմեդիա են նկարում։ ԿՊ-ն մնացել է միայն ոստիկանության եւ ուժային կառույցների պաշտպանության տակ։ Ուրիշ մարդ չկա էլ։ Հայաստանի Հանրապետությունում ես մարդ չեմ ճանաչում, նորմալ, խելացի, երկիրը սիրող եւ ցավ ապրող այս երկրի վիճակի համար, որ կարողանան իրենց աջակցեն։ Այս մարդիկ մնացել են միայն իրավապահ մարմինների պաշտպանության ներքո։ Մեկ էլ են գրեհիկ լեքսիկոնի, որը մենք այսօր տեսնում ենք իրենց կողմից, ես չգիտեմ, էլի ուղղակի ամոթ է, դրանք մեջ բերելը, դրանք վաստաձայները, այն կեղտոտ բառապաշարը, որ իրենք հարձակվել են հայ առաքելական եկեղեցու վրա, դա սրա հետ կապված կուզեմ ձեր մեկնաբանությունը լսել։ Իսկ ինչ եք սպասում։ Այդ մարդիկ ինչ տեսել են, ինչ իրենց ընտանիքներում կա, հիմա դրանք արտահայտում են։ Վերջացել է այն սիրելը, խոնարհվելը, հպարտ քաղաքացին, այն 3 միլիոն վարչապետերը, այն սիրելի ժողովուրդ, այսուհետ դուք լավ եք ապրելու, դուք եք տերը ձեր երկրի, դուխով, հա, մոռացանք, այդ ԿՊ-ից այդ ոչ մեկ է դուխով բառել չի ասում, հիմա իրանք դուխով գիտեք մենակ ում կարող են ասել, այդ ոստիկանությանն ու այդ ուժայիններին գնան ակաժներին ասեն, խնդրում ենք դուխով, սրանց տարեք, փակեք, միայն այդ, մոռացեք ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իմանա, որ խաբվել է, շատ ուժեղ է խաբվել, եւ այս մարդիկ այդ ոչ սիրում են, ոչ բանում են։ Հիմա անպատվում են, ոչիլ են ասում, էշ են ասում։ Ուզում եմ ավելի լավը չցի։ Ես բառ չեմ գտնում, ասեմ, ինչ ասեմ այս մարդկանց։ Իրանց ծլած, աճեցրած հոգե զավակները մեծացան եւ հիմա հոշոտում են իրենց քաղաքականություն եւ ասպարեզ բերած քաղաքական հայրերին։ Սա են այս մարդիկ, ոչ ունեն շնորհակալ լինել, ոչ
մեկին պարտական լինել, ոչ ընկերություն, ոչ ընդհանրապես իրենց բակում եւ իրենց հայրենիքում հարգանք ու սեր, բոլորը գիտեն իրենց մասին։ Էլ ոչ մի բանից մի զարմացեք, եկել է վերջին պայքարը, վերջին ճակատամարտը իրենց թալանը պահելու եւ իրենց արդեն իշխանությունը պահելու համար։ Այս մարդիկ կռիվ են տալիս իշխանության, իրենց իշխանության մնալու ու չմնալու համար։ Ամեն ինչ սպասեք։ Էլ երեխաներ կկալանավորեն, կանանց կկալանավորեն, ընդդիմադիր իր խոսացող հայրենիքի համար մտածող մարդկանց, կին, տղամարդ, կապ չունի, բոլորը պատրաստ եղեք, այս մարդիկ ամեն ինչի ընդունակ են։ Իմիջիայլոց այս տեմպերը կաթողիկոսի դեմ է դուրս գա։ Միանշանակ ես չեմ էլ բացառում ու ես այստեղից ասում եմ, սիրելի հայրենակիցներ, պատրաստ եղեք, ովքեր որ հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ են, խաչի, եւ պատրաստ են պաշտպանել եկեղեցին եւ խաչը եւ մեր հավատքը, պատրաստ եղեք, որ ամեն բան կարող են եւ ենթարկվել իրենց ապօրինի եւ մեր թշնամու երկրից եկած հրամաններին եւ գնան կաթողիկոսին եւ սրբազանների հետևից կալանավորելու մտադրությամբ։ Այսինքն իրենք մինչև անգամ դրա հետևից կգնան։ Անկասկած։ Անկասկած, ամեն ինչի պատրաստ են։ Ինչի մի ժամ առաջ սրբազան չեն կալանավորը։ Դեռ տանում են կանանքին, ձերբա։ Կալանավորեցին, չէ, հենց սև շորերով մարդիկ եկան կալանավորեցին, չէ, հիմա հիշեք 2025 թվական Հայաստանի Հանրապետություն առաջի քրիստոնյա ազգում հայերը կալանավորում են սրբազաններին եւ հայ առաքելյան եկեղեցու ինչ ասես։ Զարմանալու էլ ոչ մի բան չկա։ Կուզեմ նաև քաղաքային թեմաներ մինչև անցնել, Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող, այս ամեն ինչը օրեր առաջ Facebook-ի կողմից ադամանդի, գողացված ադամանդը Հայաստանում հատակարարվել է։ Այս ամեն ինչի հետ կապված արդյոք սա Ռուսաստանի պատասխանն էր եւ ինչ սպասել առաջիկայում։ Չէ, սա թույլ պատասխան էր դեռ։ Պատասխանել չէր, մարդիկ հիմա ապօրինություններ են արել, բացահայտումներ ա եղել։ Ինչ կա, խնդիր չկա դրանում, շատ բացահայտումներ ա լինելու, ադամանդներից միջև սիգարետներ, ծխախոտներ, ծխախոտներից միջև էլեկտրոնային ծխախոտներ։ Լիքը բացահայտումներ դες առջևում է, սպասենք, կտեսնենք, թե բայց հենց այդ մարդիկ, որոնց որ զբաղվում են այդպիսի բաներով, գալիս էին 18 թվին ժողովրդի չէ կյանքը բարելավելու համար։ Էլ իրանք բիզնեսով չէին զբաղվում, տարբեր մարդիկ։ ՔՊ-ում շատ մարդիկ կան, որ գալիս էին ասում են սիրելի ժողովուրդ, 2 տարուց հետո սպասեք եւ բոլորը առանց վարկերի ու առանց турքերի շատ լավ կյանք եք վայելելու, խնդիր չի լինելու, Հայաստանը սարքելու ենք Սինգապուր, կար չէ, տենց մարդ խոսում էր բեմերից։ Տեսանք ինչ սարքեցին, Հայաստանի Հանրապետության 80%-ը վարկերի տակ է, ոչ աշխատանք կա, փողոց դուրս գան, իրանք պրոստը ուղղակի փողոց դուրս չեն գալի, իրենց աշխատասենյակներից ով ինչ ուզում խոսում է։ Իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, նշեմ, որ ժամանակավոր կառավարությունը, այո, սարսափում է Սամվել Կարապետյանից, քանի որ այս մարդը նոր չի արտահայտվել, որ կանգնած է եկեղեցու կողքին, շուտվանից կանգնած է եւ ինքը իր տեսակետը ասեց մենք մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցու հանդեպ ոտնձգությունները։ Սիրելի ժողովուրդ, բոլորս պարտավոր են կանգնել եկեղեցու կողքին, իսկ եկեղեցու կողքին կանգնելու համար ովքեր որ ապօրինի կձերբակալվեն, հանձինս Սամվել Կարապետյանին, մենք բոլորս արդեն պետք է կանգնենք այդ մարդկանց կողքին։ Մեր ձևով պետք է կանգնենք եկեղեցու կողքին եւ իհարկե եկեղեցու կողքին կանգնելու համար կալանավորված Սամվել Կարապետյանի կողքին։ Ինչ եք կարծում, սա կլինի այդ նաև տրիգերը, որպեսզի հասարակությունը նկատի։ Տրիգերը շուտվանից անցել է հասարակությունը, մեր ժողովուրդը դեռ մտածում էին 21 թվականին էլի սխալվեցին, գնացին երկրորդ անգամ սխալվեցին, իրանց սխալվելու արդյունքում տեսանք ինչ եղավ։ Հիմա դեռ շատ քիչ մարդիկ կան, որ մտածում են լավ, էլ ինչ պետք է անի, ժողովուրդ, էլ մի մտածեք, այս մարդիկ բոլոր կարմիր գծելը անցել են, այս մարդկանց մոտ կարմիր գիծ չկա, իրենք իրենց սեփական տնեցիներին, իրենց սեփական թիմակիցներին կարող են այսպես ասած քաղաքական առումով մատաղանել, ինչը իրենք չկորցնեն
իշխանությունը, այս ՔՊ-ի համար Հայաստանի Հանրապետությունը միայն գումար աշխատելու միջոց է, իսկ գումար աշխատելու միայն մի միջոց կա, մի աղբյուր կա, որ իրանք մնան իշխանության, դա էլ իրենք գնում են եւ մեր թշնամի երկրի ղեկավարների մոտ առաջադրանքները ստանում են, ինչպես իրենք էին ասում, կոշիկները լիզելով գալիս են ու հարձակվում են հայ ժողովրդի վրա։ Գան քաղաքային խնդիրները եւ երեք ավականու նիստում ինչից էին այդպես ջղաձգվել, դյուրագրգիռ դարձել ԿՊԱ-ականները, Ավինյանը հիմա հա, նորմալ է, հիմա երևի կիսվել են, իրար հետ նորմալ փայի մեջ են մտել։ Հիմա Ավինյան երկար ժամանակ է ջղաձգված, հիմա արդեն երևի բարիշեցին իրենց ղեկավարի հետ, բայց պարզվում է, որ Երևանցին է հիմա վերջնական սկսել աճ ու ձախ, որտեղ կանգնում եւ հարցնում ես երևանցիներին ինչ վիճակը, ինչ է կատարվում Երևան քաղաքում, էլ մեր տաքսիստները, էլ մեր քաղաքացիները, քաղաքային, այլ առևտրով զբաղվող մարդիկ, բիզնեսով զբաղվող մարդիկ, շինթույլտվություններ ստացող մեր հետ նորակառույցները սարքող քաղաքացիները, բոլորը աճ ու ձախ, կներեք պետք է ասեմ, դրական հայոյանքներ են հնչեցնում իրենց հասցեին։ Այս մարդիկ էլ չեն կարողանում, հա, դրական հայոյանքներ, դե դրա մեջ լիքը տողատակեր կա, կարող է բացել նայել։ Ես չեմ ասում, դուրս եկեք փողոց, տեսեք ինչա կատարում Երևանցու հետ։ Երևանցին խցանումների մեջ, առավոտից իրիկուն, չկա տրանսպորտ նորմալ, մարդիկ իրար շալակած ժամերով սպասում են, գույք հարկի թանկացում, տրանսպորտի թանկացում, աղբանության թանկացում, դրան գումարած Երևան քաղաքը փոշու կեղտի մեջ կորած, իսկ կարևորը այս ամենը չկառավարելու արդյունքում 9%-անոց Տիգրան Ավինյան երեք իրենց մի հատ ավականու անդամ կար, ասեց մեր ձայնն է տվել Երևանցին, Երևանցին ձեզ ձայն չտվե, երևանցիների 844,000 ընտողից 60 քանի հազար 70,000 մարդ է ձեզ ձայն տվել, ձեզ ձայն չի տվել, դուք մերժված եք, դուք դոգի մոտ աշխատող քաղաքապետ եք, ասեմ իմացեք, ՔՊ Տիգրան Ավինյան ու ՔՊ, դուք դոգի մոտ աշխատող քաղաքապետ եք, հիշում եք, չէ դոգին, դոգը ձեզ սարքել է քաղաքապետ, էդի ձեր ճակատին դաջվել է, դուք դոգի շնորհիվ ձայները ապահովեց եկաք դառա քաղաքապետ, ուրիշ բաներ չխոսակ, միշտ հիշեք, իսկ այս ամենը Երևան քաղաքի կառավարումը ձախողած, կանաչապատումից մինչև ասֆալտապատում ու ջրահեռացումից մինչև տրանսպորտային բարեփոխում ձախողածները իրենց այս տարի 714 միլիոն դրամ պարգևաճր են տվել ուժեղ աշխատանքի համար։ Իսկ Երևանցին ինչ ասի։ Երևանցին տառապում է։ Սա այն մենք ընտրությունների ժամանակ 23 թվականի որ փողոցներում ենք ասում ենք սիրելի երևանցիներ, դուրս եկեք ձեր տներից, դուրս եկեք մասնակցեք ընտրություններին։ Մի թողեք ձեր տեղը որոշեն։ Դուրս չեկան երևանցիներ եւ 9% ձայն հավաքելով ՔՊ-ն դարավ քաղաքապետ, դարձրեցին քաղաքապետ։ Իսկ Գյումրիում մարդիկ լսեցին, մարդիկ ցավացին Գյումրիի համար, որ չընկնի Երևանի օրը եւ աննախադեպ մասնակցության արդյունքում ՔՊ-ին ուղարկեցին պատմության աղբանոցը։ Հիմա եթե միջև այդ սրանք մնան իշխանության, սպասվելու է վաղարշաբաթի Էջմիածնի ընտրությունները։ Պետք է ամենօրյա ռեժիմը մարդկանց հիշեցնել, որ գնացեք, դուրս եկեք տներից եւ գնացեք մասնակցեք։ Էջմիածինը սուրբ քաղաք է եւ սուրբ քաղաքում վեհարանի հանդեպ էս ոտնձգություններ էս ժամանակը որ իշխանության կողմից ՔՊ-ի կողմից պետք է այնպիսի ձեր ընտրության արդյունքում թարժ ապտակ ստանան, որ մոռանան Էջմիածնի տեղնել, վեհարանի տեղնել, սրբազանների ու վեհապարի հասցեին հնչեցրած այլանդակությունների համար էլ պատասխան տան։ Նորից գալով այս քաղաքային խնդիրների միջև տրանսպորտի կապված ինչ կարող եք ասել, բոյկոտը շարունակվում։ Միանշանակ բոյկոտը շարունակվում է, միանշանակ ամենօրյա ռեժիմը մենք մարդկանց այդ շփումների մեջ ենք
Այն մասշտաբների ասել, որ մարդիկ արդեն զզվում են, իրանց ոչ ասացին են, այս ավտոբուսների մեջ ձայնագրություններ են հիմա էլ միացրի, ասում են, սիրելի ժողովուրդ, մենք ձեզ խորհուրդ ենք տալիս վճարել, քանի որ այսպես չի կարող շարունակել, չվճարեք ժողովուրդ։ Հենց այդ ձայնագրությունը միացնում է, դուք էլ ձեր հեռախոսներով մի հատ ինչ-որ մեղեդի լսեք, դրեք լսեք։ Կամ կարակ դնեք քայլա, այդ ինչ մի հատ ուրիշ երգ ունենեք, քայլարը չեն Դուխով երկը դրեք, թող իրանք տենց իրար հետ շփվեն։ Մի վճարեք, ոչ մի բան չվճարեք, այդ ձայնագրությունն է բանի տեղ մի դրեք, սուտ են ասում, որ չվճարեք, չեք կարողանալու օգտվել նոր ավտոբուսներից, տրոլեյբուսներից 714 միլիոն դրամ, այս ոչ կոմպետենտ աշխատանքի համար իրենց պարգև վճար տան, ու ստիպեն քաղաքացիներին, որ 150 դրամ վճարեն, չվճարեք Սիրելի երևանցիներ, հայրենակիցներ ջան, մի վճարեք, նստեք ձեր բանկային քարտերով, ոնց ուզում եք, ինչ կարգի մեթոդով ուզում եք, բոյկոտեք իջեք, օգոստոսի 1-ից կփորձեն QR կոդերներ հանել, որ ստիպեն արդեն կամ բանկային քարտով ստանաք կամ փաթեթներ առնենք։ Իրենց նպատակն է ստանան բանկային քարտով դուք ստանաք, իսկ բանկային քարտով ստանալու տարբեր արդեն ահազանգներ կան, որ 150 դրամի տեղը բանկի հաշվից քաշվում է 300 դրամ կամ 400 դրամ։ Այդ էլ է, էլի մի քանի կոպեկ էլ տեղից են ուզելու քերեն։ Ոչ բանկային քարտով ստացեք, առավել եւս ոչ մի պարագայում փաթեթներ ձեռք չբերեք, թող մնան սրանք իրենց ինչքան արդեն կերեք, գրփել են հերիքը։ Օգոստոսի 1-ից ուզում են այս QR կոդերը բաները, որ պետք է 150 դրամ ունեցել, առնում են Telcel-ից, այդ դրանք վերացնեն, որ արդեն միանգամից փաթեթ, որ միանգամից շատ փող կա, երևի օգոստոսի մեջ այնտեղ մարդիկ կան, դե հանգստանալու կարիք ունեն, ուզում են օրինական կղզիներ, դե երազի մեջ էին տենում են, հիշում եք իրանք բանում են, չէ, միսիայով գարեջուր խմողները հիմա այնտեղ են գնում։ Հիշեցնում եմ, ես միշտ հիշեցնելու եմ ձեզ ծակ սվիտերներ չէ, դուք ծակ լավ չասեմ։ Ոչ մի բանով եկած իշխանությունները, փողոցից եկած իշխանությունները ժողովրդի վճարած հարկերի եւ турքերի հաշվին դարձել են փոքրիկ միլիոնատերներ եւ հիմա անցել են արդեն սեփական ժողովրդին հայհոյել, անպատվել Չգիտեմ էլ այդ բառը չեմ էլ ուզում ասեմ, բայց պետք է ասեմ։ Այն թլպատվածն էլ չգիտեմ ինչից է, էլ ասելու չի ժողովուրդ, էլ վերջն է եկի արդեն, ոչ մի բանից մի զարմանալու էլ բան չկա։ Ինչքան լռենք, հանդուրժենք, եկանք հասանք այսօրին։ Ամեն մեկը զբաղվեց իր գործերով, ես իմ աչքը քաշած, իմ համար լավ է, այնտեղ կողքի փողոցում ինչա կատարվում ինձ հետաքրքիր չի, Հայազգն էլ եկավ հասավ այսօրին։ Արցախը նվիրաբերելուց եւ հանձնելուց հետո հիմա Հայաստանի Հանրապետության տարածքներն են արդեն դրել աճուրդի։ Գալու են հաստեն բոլորիս տները։ Ինչքան լռենք, հանդուրժենք, խնդիր չկա։ Մենք մեր մասով երբեք չենք լռել, ամեն ինչ բացահայտել ենք, բարձրաձայնել ենք, եթե այսքանից հետո մեր ժողովուրդը պետք է լռի, ես էլ բան չունեմ ասել։ Միջազգային հատկաշական, որ Ալիևելի ակտիվացել է, թե բա Հայաստանում ռևանշիստները գլուխ են բարձրանում։ Հենա հրամանը կատարում է։ Վաղն էլ Ադրբեջանի բանակի օրնա, զինված ուժերի օրնա, չգիտեմ, հա, տենց ինչ որ տոն կա այնտեղ, դրանք էլ այդ տոներով ապրում են, չէ։ Դե հիմա այդ ռևանշիստները չակերտավոր իրեն ասան, դե հա ԿՊ-ում որտեղից ռևանշիստ կամ ռևանշ լինելու է, ԿՊ-ում մեկը կարող ասի ռևանշ է լինելու, ում հանդեպ ռևանշ։ Իրանց կիրթ ու կառուցական մեծ աղբերն է, իրանց ռևանշ։ Իրանց չեն կարող ԿՊ-ից ռևանշ հանողներ լինեն կամ ձեն հանեն, ասեն ռևանշ լինելու է, մեր հողերը հետ ենք վերադարձնելու, մեր պատիվն ու արժանապատվությունը հետ ենք, չեն կարող, նրանց համար լավ է, գումարը կա, մեքենան կա, տանում բերում են, ստեղ ընդեղ հանգստանում են, բայց ինչ եք ուզում, ինչ հայրենիք, Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, տեղ ելնի կապրեն, էլի, փողը լի մի քիչ իրանց համար կապրեն, էլի։ Հեն ասեցին ռևանշիստներ են, այլ առավոտից սկսել են աչուձախ ձերբակալությունները։ Նաև հանցավոր պետություն է Հայաստանը որակել։
Այ ինչ ուզում կանի իրան պատասխանող կա մեկը։ Ալիևն ու Էրդողանը ինչ ասես ասեն Հայաստանի Հանրապետության հասցեին, մեկը կա պատասխանող, ոչ, պատասխանը ստանում են ստեղ հայրենասեր ու հայրենիքի համար ցավ ապրող քաղաքացիներ։ Այնտեղ գնում է Նիկոլ Փաշինյանը, իրան է նվաստացնում, գալիս է այստեղ հարձակում է ժողովրդի վրա։ Այսքան բան։